Հարգելի հայրենակիցներ, ինչ պատահեց, որ քաղաքացիներին կեղծ, ժպիտող, սիրող եւ նրանցով հպարտացող իշխանությունը սկսեց խմբագրել իր խոստումները, սեփական վերաբերմունքն արտահայտելով ընտրովի։ Այն քաղաքացիները, որոնք մասնակցում են իշխանության խրախճանքին, շրջիկ կառնավալներին եւ ամեն գնով պաշտպանում Փաշինյանական իշխանությունը, նրանց սրտիկներ եւ հաջողախոսություն է բաշխում։ Իսկ ովքեր չեն կիսում իշխանության եւ նրանց կուսակցական ոճի հավատացությունն ու տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում, խղճի բանտարկյալների վերածվում, բանտերում հայտնվում եւ անդադար դատարանային հրմոշտոցների մեջ ընկնում։ Մեկը հանդգնել է քաղաքականությամբ զբաղվել, մեկը մեղավոր է, որ հեղինակություն ունի, մյուսը իշխանությանը ոչ հաճո տեսանյութեր է հրապարակում, մեկը մերժել է դավաճանությունն ու ուրացումը, մյուսը պարզապես չի տեղավորում իշխանության ընտրական հաշվարկներում։ Այս իշխանության համար ի սկզբանե եղել է առանցքային սկզբունք՝ կառավարումն իրականացնել հանրային ատելության եւ թշնամության հիմքով, արհեստական ճգնաժամեր հրահրելու ու դրանք հերոսաբար լուծելու հաշվարկով։ Այս ռեժիմին հատուկ է մարդկանց տարանջատումները եւ ներհասարական կոնֆլիկտի վրա խաղալով ջարդել ներհասարակական համերաշխությունն ու երկրի դիմակայությունը, լուծել սեփական ներքաղաքական խնդիրները, իսկ արտաքին անվտանգության հարցը թողնել հովանավորների խղճին։ Իշխանությունը ներքին վախերի, կուտակված բարդույթների եւ արժեզուրկ պատկերացումների պայմաններում իրավիճակից դուրս գալու մեկ ճանապարհ է ընտրել՝ ոչնչացնել, փլել, ամայացնել ամեն ինչ, կլինի մարդ, գաղափար թե ինստիտուտ, որոնք ապահովում են երկրի բնականոն ընթացքը, զարգացումն ու հարատևությունը։ Մայրաթորի դեմ քայքայիչ հարձակումները վկա։ Այս 8 տարիների ընթացքում մեծատիվ մարդիկ քաղաքական հետապնդումներ են ենթարկվել, շատերի նկատմամբ կալանքը որպես պատժի ձև է ընտրվել, ոմանք էլ տարիներով ճաղերի հետևում են հայտնվել։ Այս պահին օրինակ առողջական ծանր խնդիրներով հացադուլի մեջ է մեդիա ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը, ում իրավունքները խախտվել են բոլոր առումներով, խուզարկություններից, կալանավորումից մինչև քաղաքական հետապնդման բոլոր պարամետրեր, կամ համբերություն եւ ամուր նյարդեր բոլոր այն անձանց, ովքեր պայքարում են սեփական իրավունքների վերականգնման համար։ Սատարումս բոլոր քաղբանտարկյալների, ովքեր իշխող ռեժիմի ծանր ճնշումների եւ հարձակումների պայմաններում պաշտպանում են սեփական տեսակետներն ու սկզբունքները։ Շուտապույտ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Արմենուի